Երեք մենք բոլորս հերթական ամոթը ապրեցինք, երբ մեր հայրենակիցը, Վիգենի կինը, պետություն ու պետականություն ունեցող երկրի հայ կինը ոչ թե դիմում է այս շենքում նստածին, այլ դիմում է Մեհրիբան Ալիևային, նրանից խնդրելով, որպեսզի նա կարողանա իր ամուսնուն ներում շնորհի։ Այսպես եղել է ցեղասպանության ժամանակ, երբ հայ մայրը, հայ կինը խնդրել է թուրք ասկերին, որպեսզի նա չսպանի իր զավակին։ Մենք հիմա այդ օրերն ենք ապրում։ Ինձ մոտ տպավորություն է, որ մենք պետություն ու պետականություն կորցրած ենք հիմա ապրում, որովհետև այս ծնողները, տեսեք, Արցախյան պատերազմում կան ծնողներ եւ պատերազմից հետո պայթյունից իրենց զավակներին կորցրած ընտանիքներ են։ Այս մարդկանց հարցը որևէ կերպ չի հուզում այս շենքում նստածին, արտաքին գործերի նախարարությանը, քննչականին, ԱԱԾ-ին։ Տեսեք, ամիսներ առաջ էր, սեպտեմբերն էր, եթե ես չեմ սխալվում, ԱԱԾ պետը գնաց Բաքու։ Ենթադրվում էր, որ պետք է ձեր ընտանիքի հարցը բարձրաձայնվեր, ձեր եղբոր, ձեր երկու տղաների հարցը պիտի բարձրաձայնվեր։ Մենք չլսեցինք։ Լսել եք, եթե դուք լսել եք, հարգարժան լրատվամիջոցներ, կար այս ընտանիքների մասին, Բաքու էր գնացել, առաջինը պիտի խոսվեր այս ընտանիքների, անհետ կորածների ընտանիքների, Բաքվի բերդերում ամեն օր խոշտանգվող մեր հայրենակիցների մասին, որևէ մեկը լսել եք այդ մասին, չեք լսել։ Հիմա դրան եմ, բավականին մեծ գումար տրամադրվեց, ովքեր են այդ քաղաքասարակության ներկայացուցիչները, որոնք այցելեցին Բաքու։ Բաքու այցելած քաղաքասարակության ներկայացուցիչները քանի անգամ խնդրեցին այցելել տեսնել այնտեղ պահվող մեր գերիներին։ Ինչու՞մն է իրենց Բաքուն դարձրել են ջրի ճանապարհ։ Ամեն ամիս լսում ենք Բաքու են գնում, զանգ են անում։ Որտեղ է արդյունքը։ Եթե այսօր գոնե 0.1% արդյունք գրանցված լիներ, այստեղ չէին լինի այս ծնողները, այստեղ չէինք լինի մենք, համահայկական ճակատի անդամները, դուք չէիք այստեղ, գոնե 0.1% արդյունք